Աստված մարդուն մարմին եւ հոգի է ստեղծել։ Եվ մարդը մարմին եւ հոգի ստեղծված լինելով, հոգին մարմնի միջոցով է շահ գտնում, մարմինը հոգու միջոցով է շահ գտնում, այսինքն միմյանց լրացնում են։ Հրեշտակները այդ առանձնահատկությունը չունեն։ Մարմինը ինչպես է շահում հոգուց, ինչ է շահում հոգուց, ինչ շահ ունի հոգուց մարմինը։ Մարմինը հոգու միջոցով անմահություն է գտնում, այսինքն հոգին մարմնին անմահություն է պարգևում։ Եթե մարմինը ենթարկվում է հոգուն եւ երկուսն էլ Աստծո պատվիրաններին, հոգու միջոցով մարմինը անմահություն է գտնում, մահվանից հետո կենդանանում է։ Ինչ է անմահությունը, երբ որ մարդիկ բոլորը մահանան, մարմինը հողդրվի, հոգիները առ Աստված բարձրան, հետո նորից հոգիները պիտի գան, միավորվեն իրենց մարմինների։ Այսինքն հոգու միջոցով մարմինը անմահություն է գտնում, հավիտենական կյանքին է արժանանում։ Այս բանը չունեն կենդանիները, որովհետև կենդանիները չունեն հոգի, մարմինը հող դարձավ, վերջ, վերանում է, իրենք հոգի չունեն, որ հոգին գա նորից կենդանացնի մարմինը։ Կենդանիները անմահության չեն արժանանում, որովհետև չունեն անմահ հոգի։ Այս բանը չունեն նաև հրեշտակները, որովհետև հրեշտակները չունեն մարմին, ունեն հոգի, բարի հրեշտակները միայն հոգիով երկնքի արքայությանն են արժանանալու, չար հրեշտակները հոգիով հավիտենական տանջանքներին արժանանալու։ Մարմինը հոգուն շահ է տալիս, ինչ շահ է տալիս։ Ինչպես մարմնով մենք մեղք գործեցինք, այնպես էլ մարմնով ապաշխարում ենք։ Հրեշտակները չունեն մարմին եւ չեն կարող ապաշխարել։ Իսկ մարդը ունի մարմին եւ կարող է մարմնով ապաշխարել իր գործած մեղքերի համար։ Ապաշխարությունը լինում է կամավոր եւ ակամա։ Կամավորն այն է, որ մարդը պահք է պահում, աղոթք է անում, ողորմություն է տալիս, աղքատներին հիմնականում այս 3 պահք, աղոթք, ողորմություն են ապաշխարության մասերը։ Եվ կա ակամա ապաշխարություն։ Երբ որ մարդը կամավորապես չի ապաշխարում, Աստված ակամա իրեն ապաշխարություն է ուղարկում։ Ակամա ապաշխարություններն են աղքատությունը, հիվանդությունը եւ վերջում մահը։ Երբեմն Աստված ողորմում է մարդկանց մահը պարգևում եւ համարվում է դա ապաշխարություն։ Ուրեմն այս միջոցով հոգին շահեց մարմնի միջոցով։ Ուրեմն հոգին մարմնին տալիս է անմահություն, մարմինը հոգուն տալիս է ապաշխարություն։ Եվ այսպես երկուսն էլ իրարից շահ են ունենում։ Եվ երբ որ այս տեսանկյունից ես նայում, ինչ որ մեր մարմնի հետ կատարվում է, հիվանդություն կլինի, աղքատություն կլինի, նեղություն կլինի, դժվարություն կլինի, հասկանում ես, որ դա մեծ շահավետ է։ Այսինքն, եթե դու ճիշտ ես գնահատում, տեսնում ես քո կյանքում ինչ որ կատարվում է, անգամ ամենադաժան ծանր փորձությունը քեզ օգտակար է։ Տեսեք, Հոբին ամենասաստիկ փորձություններ եկան երևի մարդկության պատմության մեջ։ Լսողները ավելի շատ սարսափում են ու տագնապ են ապրում, քան Հոբը։ Հոբը ասեց, օրհնյալ լինի Տիրոջ կամքը։ Աստված տվեց, Աստված դարավ։ Մեկ եկել եմ, մեկ էլ կգնամ։ Այսինքն ինքը համարեց, որ էդ էլ է օրհնություն։ Փորձությունը մենք համարում ենք պատիժ, բայց Հոբը համարեց, որ դա օրհնությունն է, ինչ որ Աստծուց է գալիս, կլինի պատիժ, կլինի պարգև, բոլորն էլ օրհնություն է։ Մենք սիրով պետք է ընդունենք, սիրով պետք է տանենք, ասենք, փառք ես Տեր Աստված։ Ուրեմն դու ինձ ողորմեցիր, այս փորձությունը ուղարկեցիր, որ փորձությունը դարձնես օրհնություն։ Աստված սովոր է չարիքից բարիք ստեղծել։ Հուդայի մատնությունից ստեղծեց, Հուդան մատնեց Քրիստոսին, վաճառեց արծաթասիրության պատճառով, բայց Քրիստոս խաչվեց, մարդկությունը փրկեց։ Նույնն էլ հրեա առաջնորդները մատնեցին Քրիստոսին,
բայց Քրիստոս այդ գնով, այդ միջոցով մեզ փրկեց։ Ուրեմն մենք էլ պիտի հասկանանք, որ Աստծոց ինչ որ մեզ գալիս է, ամեն տեսակի փորձություն, ի բարի է, ի շահ է մեր հոգու փրկության։ Եվ մենք կարող ենք հոգու միջոցով անմահություն ստանալ մարմնի միջոցով ապաշխարություն գտնել։ Ամեն։